Ես կարծում եմ, որ 4 կողմից հստակ ճնշում կա գործող իշխանության վրա, Փաշինյանի վրա։ Դե 4 կողմից մեջը մտնում է նաև Էրդողանը։ Ճնշում կա, բնականաբար ինչի համար որ բերել են իշխանության, այդ առաքելությունը ուզում են որ կատարի, բայց մյուս կողմից էլ ԱՄՆ Ռուսաստան ինչ որ նոր իրողություններ են ստեղծում, որը դժվարացնում է դա։ Այսինքն եթե օրինակ այս ԱՄՆ Ռուսաստանից բանակցությունները չլինեն, կարող է process-ները շատ ավելի արագ զարգանային։ Այսինքն իրականում այս process-ների արդյունքում է որոշվելու արագ կզարգանան, չեն զարգանա, թե ընդհանրապես կկասեցվեն։ Հիմա այո Նիկոլին պահանջում են, բայց Նիկոլից պահանջում են, բայց մյուս կողմից էլ այդ նոր իրողության պայմաններում ինքը չի էլ կարող Ռուսաստանին բանի տեղ չդնել։ Այսինքն մի կողմից չի կարող այդ հակառուսականությունը կտրել միջև վերջ, ինքը չունի այդ իրավունքը կտրելու։ Եթե հնարավոր է չեմ բացառում, որ միջ պայմանավորվածությունը, այսինքն ԱՄՆ Ռուսաստան կողմից, եթե ինքը չկատարի այն, ինչ իրեն ասում են, հնարավոր է փորձեն իրեն փոխել, բայց փոխել տեղափոխությամբ, ոչ թե իշխանափոխությամբ։ Այսինքն ոչ թե, այսինքն այո, Նիկոլին փոխել ուրիշով, որը ավելի լավ արագ կատարի այն, ինչ որ պահանջում են Փաշինյանից։ Այս բանակայում ասենք արևմուտքը նկատում եք Մեծ Բրիտանիան։ Դե Բրիտանիա, Եվրամիություն, առաջին հերթին Թուրքիա բնականաբար իրենք այնտեղ, որտեվ ինչքան էլ հակառուսական լինի քարոզչությունը, բայց պայմանագրային առումով, բացի այն Զվարթնոցից ու մի երկու տեղից ռուս սահմանապահների հանելը, պայմանագրային իրավական քայլերով դեռ չի արվել Ռուսաստանի դեմ քայլ։ Բայց հիմա քարոզչությունով, բայց եթե քայլ կոնկրետ չկա, մեծ հաշվով հաշվեք չկա։ Այդ քարոզչությունը ինչի համար է արվում, որ հանրային կարծիքը համաձայնվի այդ իրավական քայլերին Ռուսաստանի դեմ, չընդվզի դրա դեմ, նախապատրաստում են հանրային կարծիք։ Բայց ըստ երևույթի այդ կարծիքն էլ չեն կարողանում միջև վերջ լիարժեք ձևով ձևավորել, հա ինչ որ հակառուսական ինչ որ տրամադրություններ կան, բայց ենթագիտակցորեն կարծում ժողովուրդն է հասկանում, որ եթե ռուսները այդտեղից ռազմական առումով ոտները քաշեցին, թուրքերը մտնելու են առանց մի րոպե մտածելու։ Հակառակ դեպքում, եթե իրոք կարողանային շատ լուրջ եւ խորը հակառուսական այդտեղ ալիք ստեղծեին, այդ process-ները շատ արագ կզարգանային։ Հիմա երևի Փաշինյանից պահանջում են, ասում են արագ շուտ արա իրավական առումով ռուսների դեմ քայլեր արա, թե ինքն էլ չի անում։ Վախենում է կամ չգիտեմ ինչ է մտածում, չի անում այդ քայլերը։ Եթե չանի, իրենք կարող են փոխել մեկ ուրիշով, որը կհամաձայնվի շատ արագ դա անել, որին չի հետաքրքրում ընդհանրապես Հայաստանի վիճակը։ Չեմ ասում Դե մի ժամանակ կար Արմեն Գրիգորյանին էին ակտիվ ռասկրուտկա անում։ Դե դա էլ բացառված տարբերակ չի, կախված կլինի նրանից, թե ով կհամաձայնվի Հայաստանը այսպես վերջնական զոհաբերելու գնով այդ քայլերին գնալ։ Կհամաձայնվեն թե չէ, չգիտեմ Փաշինյանի առումով, որտեղ վերջի վերջո Դե Զելենսկին արդեն անվերադարձ այնց սահմաններ է անցել, որ ինքը իր համար լավագույն տարբերակը Զելենսկու կլինի, որ ռուսները իրեն գերի վերցնեն, տանեն բանտում պահեն։ Թե չէ հակառակ դեպքում իրեն կարող է ուղղակի չգտնեն ողջ։ Նիկոլ Փաշինյանին էլ արևմուտքը Փաշինյանի համար էլ այդ սահմանը անցկացրեց որոշակի չափով Արցախի հարցում։ Այդ արունը, որ այնտեղ թափվեց, այդ կորուստները իրեն տարան, իհարկե ինքը դրան հակված էր դրան, որ տարան, այնպես չի, որ ինքը շատ մեծ իրեն կոտորում էր Արցախը պահելով, բայց իրեն այդ սահմանը անցկացրին, հիմա այդտեղից հետ չի կարող գնալ։
Բայց հələ Ռուսաստանի հարցում սահմանը չի անցել դեռևս։ Դրա համար Ռուսաստանը ինքը, ասես ասենք, ինքը իր ձեռքով չի արագացնում process-ները։ Նույնիսկ Զելենսկու դեպքում ասում է իրեն, եթե դու ինքը նորից լեգիտիմ ընտրվի, մենք իր հետ կնստենք խոսենք։ Նույնիսկ Զելենսկու դեպքում է ասում։ Դե լավ իմանալով, որ հիմա որ չնստի հետը չխոսի, դրանից ինչ։ Չնայած ռուսները լավ գիտեն, որ Զելենսկուն հրամանները ստանում է Վաշինգտոնից։ Հետևաբար իրենք պետք է Տրամպին են համոզելու, ասել են դու պետք է գաս, պատասխանատվություն վերցնես Զելենսկու համար, նաև Եվրոպայի համար։ Հիմա Տրամպը ուզում է ձեռքերը լվա, բայց կարծում եմ ռուսները թույլ չեն տա, որ ինքը այդ process-ից ձեռքերը լվա։ Հարցն է, որ Տրամպը եթե ջանք թափի, ինքը Մեծ Բրիտանիային էլ Եվրամիությանն էլ տեղը կդնի։ Ինքը չի ուզում, ինքը ուզում է կողքից արբիտրի դեր կատարել։ Չէ, իր հարցը դա չի, իր հարցը Ռուսաստանին պարտության մատնելն է, բայց ոչ ուղիղ ամերիկյան միջամտությամբ։ Այսինքն դա Եվրոպայի ձեռքով, Բրիտանիայի ձեռքով, իհարկե Ուկրաինայի ձեռքով։ Դա դեռ հարց է, կվերցնեն թե չեն վերցնի, դա ԱՄՆ ցանկությունն է։ Ես կարծում եմ, իմ կարծիքով ռուսները ամբողջ Ուկրաինան են վերցնելու վերջնական պայմանավորվածության արդյունքում, որովհետև Ուկրաինան մտնում է հետխորհրդային տարածքում, տարածքի մեջ է մտնում, իսկ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածության արդյունքում հետխորհրդային տարածքը լինելու է Ռուսաստանի պատասխանատվության գոտում, բայց քանի որ հələ որ չեն եկել այդ պայմանավորվածության, ուրեմն ԱՄՆ-ն փորձելու է իր օգտին ինչ-որ դիվիդենդներ շահել, բայց ռուսները թույլ չեն տալու, որ Տրամպը ձեռքերը լվանա, պատասխանատվությունը իր վրայից գցի Ուկրաինայի համար եւ Եվրոպայի համար։ Դրա մասին Պուտինը ասաց, որ մի քիչ կընդվզեն, հետո կընկնեն տիրոջ ոտքերի տակ եւ կենթարկվեն։ Ապագայում հենց դա է սպասվելու։ Եվ հենց դրանում է կայանում պատասխանատվության գոտիների բաշխելը, այսինքն Տրամպը ենթադրենք Եվրոպայի համար է պատասխանատու, եւ նաեւ չգիտեմ Թուրքիայի համար օրինակ եւ մյուս ՆԱՏՕ անդամ պետությունների, Ռուսաստանը հետխորհրդային տարածք, Իրան, Չինաստան, միգուցե այդպես իրենք կբաշխեն։ Մեր խնդիրն է կարճած մնալ Ռուսաստանից եւ իր միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերից, որպեսզի միջև այդ օրը կարողանանք ստատուս քվոն ներկա վիճակը պահել։ Հետևաբար ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր որ այս գիծն են բռնում, ցավոք սրտի դրանք Հայաստանում